Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, գոհության մասին է։ Ինչքան որ ես ճանաչում եմ Աստծուն, այսինքն ինչքան որ ունակ է իմ հասկացողությունը, ինչքան որ ես կարողանում եմ սերտել եւ հասկանալ Աստծո բնավորությունը, ես հասկացել եմ մի կարևոր բնավորության տեսակ, որ Տերը սիրում է գոհացող մարդուն։ Եվ Աստվածաշունչն ասում է Սաղմոսների մեջ, որ Տերը բնակվում է մեր փառաբանության մեջ։ Տերը տրտունջի մեջ չի բնակվում, դժգոհությունների մեջ չի բնակվում, այլ փառաբանության մեջ, գոհության մեջ, երախտագիտության մեջ, որտեղ որ շնորհակալ սիրտ կա, որտեղ որ գոհացող սիրտ կա, եւ ինչպես որ սիրտը նույնպես նաեւ շրթունքները, Տերը այդ փառաբանության եւ գովաբանության մեջ է բնակվում։ Եվ դրա հակառակը Տերը ատում է տրտունջը, որտեղից գիտենք նորից Աստվածաշնչից Ելից գլուխ եւ ուրիշ շատ տեղեր էլ, բայց առավել եւս Ելից գլխի մեջ, երբ որ անապատի մեջ 40 տարի ժողովուրդը տրտնջաց եւ Տերը ասեց իմ հոգին զզվել է այս ժողովրդից։ Եվ Տերը չի սիրում տրտնջացող մարդու։ Ինչու՞։ Որովհետև Տերը մեզ ամեն բան տվել է, որպեսզի մենք գոհանալով ապրենք մեր երկրավոր կյանքը, իմանալով, որ այս ժամանակավոր կյանքի մեջ այո լինելու են դժվարություններ, այո լինելու են փորձություններ, եւ Տեր Հիսուս չասեց, որ ամեն բան լավ է լինելու։ Տեր Հիսուսն ասեց՝ նեղ եւ փշոտ է ճանապարհը, եւ ունենալու եք, այո, բայց ես ձեզ հետ եմ, քանի որ ես հաղթել եմ աշխարհը։ Եվ մեր գոհության եւ ուրախության կենտրոնը եւ շարժառիթը դա մեր Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունն է։ Ինչ էլ որ լինի մեր կյանքերի մեջ, այս եղելությունը, այս ճշմարտությունը չպիտի շարժվի իր տեղից, քանի որ 2000 տարի առաջ Աստված երկնքի ու երկրի արարիչը մարմին հագավ, որպես որդի եկավ մեզ, օծյալ փրկիչ ներկայացավ մեզ եւ իր արյունով ներեց մեր մեղքերը եւ մեզ հավիտյանս հավիտենից ազատագրեց մեղքի ու մավան ճիրաններից, մեր հոգիները դժոխքից ազատագրեց, դժոխքի դռները փակեց մեզ համար եւ երկնային արքայության դռները բացեց մեզ համար եւ հարություն առավ մեռելներից, որպեսզի հաստատի այդ ամենը եւ արդարացնի մեզ եւ ցույց տա իր աստվածության գերազանցությունը։ Եվ սա մեր գոհանալու, մեր ուրախանալու շարժառիթն ու նպատակն է։ Ես չեմ խոսում կեղծ պոզիտիվ այդ ուրախության, որ մարդը առավոտից իրիկու ուղակի ժպտում է։ Սա գոհացող սիրտ չի։ Գոհացող սիրտը կարա տրտմի, կարա դժվարություն ունենա, բայց դա սրտի դիրք է, որ ինչի մեջով էլ որ ես անցնեմ, ես պիտի գոհանամ, ես պիտի փառաբանեմ իմ Տիրոջը, ես պիտի ուրախ լինեմ, քանի որ այս աշխարհը այսպիսին է, մի օր դու շատ լավն ես մարդկանց համար, մի օր դու շատ վատն ես, մի օր կարող են քեզ գովեն բարձրացնեն մինչև երկինք, մի օր կարող են մինչև դժոխք իջացնել իրենց խոսքերով, եւ վայ այն մարդուն, ով կախված է այդ էմոցիաներից, թե մարդիկ ինչ են ասում իրեն, եւ ոչ թե Աստծո հաստատուն խոստումից եւ Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունից, որ մեր ուրախության միակ նպատակը պիտի լինի, եւ դրա կողքը ոչ մի ուրախություն չի կարա հավասարվի եւ ոչ մի տրտունջ եւ ոչ մի նեղություն չի կարա այդ ուրախությանը ծածկի։ Ցավոք, ինձ հետ էլ է լինում, որ գալիս են նեղություններ եւ այդ նեղությունը այնքան մեծ է երևում, որ իմ հավիտենական ուրախությունը ծածկում է եւ սատանան հենց սրա համար էլ բերում է այդ նեղությունը, որպեսզի իմ հավիտենական ուրախության վրա այսպես ստվեր գցի, որ այդ ուրախությունը կատարյալ չլինի, որ գողանա է, որովհետեւ ուրիշ բան չունի գողանալու, որովհետեւ հավիտյան պարտված է սատանան։ Բայց լինում են այդպիսի օրեր, որ ցավոք այդ տխուր վիճակը, այդ նեղությունը կարծես թե իր այդ ստվերը գցել է քո ուրախության վրա, բայց փառք Հիսուսին, որ իմ կյանքից մեջ դա շատ կարճ ժամանակ է տևում, որովհետև ես շատ շուտ սթափվում եմ եւ հասկանում եմ, որ սա էլ պիտի անցնի եւ ամեն բան ժամանակավոր է եւ ես պանդուխտ եմ այս երկրի վրա եւ ես գիտեմ, որ մի օր պիտի կանգնեմ իմ արարչի առջեւ կամ որպես հավատարիմ ծառա, կամ էլ որպես անհավատարիմ ծառա, չար ծառա, եւ ես նախընտրել եմ հավատարիմ ծառա լինեմ իմ Տիրոջս, քանի որ գիտեմ, որ Հիսուս Քրիստոս խաչվեց ինձ համար, իմ մեղքերիս համար եւ ինձ հավիտենական թողություն տվեց եւ ես գոհանում եմ ամեն ժամանակ, ամեն բանի մեջ, որպեսզի իմ Տերս փառավորվի այդ գովաբանության մեջ։ Եվ սա է ոչ թե կեղծ պոզիտիվ լինենք, ուղղակի ժպտալով ման գանք, բայց մեր սրտի մեջ տրտունջ լինի, այլ իրապես այդ գոհությունը մեր բնավորությունը դարձնենք։ Օրինակ մարդ կա իր բնավորությունն է, որ ուղղակի տրտնջում է, լավ է, վատ է, ինքը ասում է լավ չի, բայց մարդ կա, որ ինչի մեջով էլ անցնում է փառք Աստծո,
Փառք Աստծո, լավ է ամեն բան եւ ես վստահ եմ, որ վաղը ավելի լավ է լինելու, որովհետեւ ես հայր ունեմ, որի կամքը բարի է ինձ համար եւ իմ հայրը սիրում է ինձ եւ իմ հայրը հոգ է տանում ինձ համար եւ ամեն բան լավագույնն է որոշել ու նախասահմանել եւ ես վստահում եմ իմ հորս կամքին եւ վաղը ավելի լավ պիտի լինի, քան այսօր։ Եվ սա գոհացող սիրտ է եւ սա որոշում է։ Մարդը ինքն է որոշում գոհանա թե տրտնջա, քանի որ եթե դու որոշել ես գոհանաս, դու 1001 պատճառ կգտնես գոհության եւ ամենակարևորագույն պատճառը, նորից եմ ասում, դա մեր Քրիստոսի կատարած զոհաբերությունն է, մեր հավիտենական հաղթությունն է, որ Տերը տվեց։ Եվ եթե դու որոշում ես կայացել տրտնջաս, առավոտից իրիկու դու կգտնես պատճառ տրտնջալու եւ դժգոհելու, թե այս աշխարհի մեջ ինչքան դժբախտ մարդ ես դու։ Բայց ես ընտրել եմ գոհությունը, ինչ էլ որ լինի, եւ ամեն օր չեմ ձանձրանում ասեմ, որ սատանա դու պարտված ես։ Հիսուս Քրիստոս խաչի վրա ջախջախել է քո գլուխը եւ դու պարտված ես։ Ինչ էլ որ անես, քո ուզածը չի լինելու, այլ Հիսուս Քրիստոսի կամքն է լինելու, որ իմ սիրող հայրն է եւ ինչ որ որոշել է նախասահմանել է, իր կամքն է լինելու։ Եվ դրա համար այսօր իմ նեղության մեջ, իմ տխրության մեջ ես գոհանում եմ, ես փառաբանում եմ իմ Տիրոջս եւ ասում եմ Հայր, քո կամքը բարի է ինձ համար։ Թող քո կամքը լինի, սիրելիս։ Ես պանդուխտ եմ այս երկրի վրա, այսօրն էլ պիտի անցնի, բայց քո խոսքը հավիտյան պիտի մնա։ Տեր, շնորհակալ եմ, որ դու մեր Աստվածն ես եւ մեզ խոստում ես տվել եւ քո խոստումդ մեզ համար ամուր հիմք է ապրելու այս կյանքի մեջ եւ սատանայի ստություններին դեմ կենալու եւ մեր բարի պատերազմը պատերազմելու եւ մի օր քո առջև կանգնելու որպես հավատարիմ ծառաներ, սիրելիս։ Սիրելիս, հեռացրու քո շուրթերից տրտունջը եւ որոշում կայացրու, որ գոհության մարդ պիտի լինես եւ կտեսնես ինչ մեծամեծ գործեր կանի Տերը քո կյանքի մեջ եւ քո միջոցով։ Եղիր օրհնված։